Բարև ձեզ, Օրագիր նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն է։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Մելիքյան, մեր զրույցը չեմ կարող չսկսել Արցախից, գիտեք Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները հայտարարում են, որ Արցախի էջը փակված է, պնդում են, որ անգամ ժողովուրդն է իրենց հետ համաձայն, հակառակ դեպքում նա կարող էր հեղափոխություն իրականացնել եւ այսպես շարունակ։ Անձամբ որքանով եք կիսում այս տեսակետը եւ արդյոք Արցախի հարցը օրակարգում պահելը Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակությունը Հայաստանի Հանրապետության համար սպառնալիքներ է պարունակում։ Դե նախ սկսենք պնդումներից։ Արցախի էջը փակել որևէ մեկի ցանկությամբ հնարավոր չէ։ Այլ հարց է, որ կոնկրետ իշխանական թիմի համար դա քաղաքական նպատակահարմարության խնդիր է եւ արտաքին հարաբերություններում արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հիմնաքարերից մեկը։ Եվ մեծ հաշվով ներկայապահին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է հենց Արցախի գոյության իրավաչափության մերժման վրա։ Եվ այդ մերժումը արտահայտվեց, երբ վարչապետ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ներառված տարածքային մի բան, որը խոսքի իրավունք ունի, բայց դա անշուշտ պարտված կողմի առջև դրված խնդիր էր, որը պարտված կողմը ղեկավարող անձը եւ թիմը չվարանեցին իրականացնել։ Չըմբոստացան որևէ կերպ օրակարգի դեմ հաստատել։ Դե գիտեք ինչ, այստեղ ըմբոստության հարց չի, այստեղ այդ ըմբոստությունը առարկայորեն առաջ մղելու ունակության խնդիր, այսինքն իրենք այդ ճանապարհները չտեսան, չգտան եւ այն ճանապարհը չուզեցին ձեր կարծիքով ավելի շատ։ Ես չեմ ուզում իրենց գլխների մեջ մտնել, կարողանային կգտնեին, ուրեմն չեն կարողացել։ Այսինքն չարակամության խնդիր չի, անընդունակության խնդիր է։ Եվ սա ցավոք սրտի միայն գործող իշխանությունների խնդիրը չէր, որտեղ Արցախի հարցը մեծ հաշվով բանակցային սեղանի շուրջ տարեցտարի նահանջելու իրավիճակ էր ստեղծել հայկական բանակցողների համար, որտեղ թիմերից ոչ մեկը տարածքային խնդիրը չկարողացավ հավուր պատշաճի ձևակերպել եւ մատուցել եւ Արցախի տարածքի 2/3-ը մեր կառավարիչները դիտարկել են որպես անվտանգության գոտի, որը հանձնման ենթակա է։ Սրան դեռ անդրադառնանք։ Այսինքն սա բարդ խնդիր է, ես չեմ ուզում մենք բարձունակ մոտեցումներով մեղավորին նշանակենք, տանենք պատիտակ գնդակարեն։ Գուցե պետք է գնդակարել, բայց դրա համար պետք են այնպիսի հիմնավորումներ, որոնք այդ գնդակարության ակտը չակերտավոր իրավաչափ կդարձնեն եւ սա միայն խղճի խնդիր չէ, սա նաեւ իրավունքի հարց է, այսինքն մեծ հաշվով պատերազմական պարտության բոլոր հանգամանքները քննված չեն։ Թե առաջի ակտը 20 թվականի, թե 23 թվականի արարը դրանք հետաքննված չեն։ Առհասարակ ոչ մի հարցի պատասխան առ այս պատասխաններ մենք չունենք։ Այդ պատասխանները պետք է տրվեն եւ քանի դեռ այդ պատասխանները տրված չեն, Արցախի էջը փակված չի կարող համարվել։ Ես հիշում եմ տարիներ առաջ, սա ապրիլյան պատերազմից հետո էր, ձեր հարցազրույցներից մեկում դուք նշել էիք, որ ունեք Արցախի հարցը առանց հող հանձնելու եւ ամենակարևորը առանց պատերազմի լուծելու տարբերակ։ Կխնդրեմ մանրամասնեք ինչ ճանապարհով էիք սա պատրաստվում անել եւ ձեր այս տարբերակը ժամանակին ներկայացրել եք Հայաստանի եւ Արցախի իշխանություններին, ինչ արձագանք եք ստացել նրանցից։ Ուրեմն այս տարբերակի վերաբերյալ անշուշտ ես զրույցներ ունեցել եմ թե Արցախում, թե Հայաստանում, բայց ցավոք սրտի նախընտրվեց մադրիդյան սկզբունքների տարբերակը եւ ես տեսնելով, որ գործը գնում է այդ ուղղությամբ, հրաժարական տվեցի վերջինին պաշտոնից Արցախում։ Դրանից հետո այլևս պետական կառավարման համակարգի հետ առնչություն չեմ ունեցել։
Ինչ վերաբերում է էությանը, ես ասում եի, որ ես եւ իմ թիմակիցները, ովքեր նախապատրաստել են այդ նախագիծը, մենք ելնում ենք նրանից, որ պատերազմից ամիջապես առաջ եւ ընթացքում տեղի ունեցել բնակչության եւ տարածքների որոշակի փոխանակում, ագրեսոր կողմը ադրբեջանական կողմն էր եւ նրա վրա էր պատասխանատվությունը ռազմական գործողություններ եւ ադրբեջանահայության հանդեպ ցեղասպանություն գործելու համար, բայց ամեն դեպքում առաջնային ենք դիտարկում շարքային մարդկանց ճակատագրերը դրանց մասին հոգացություն դրսևորել է եւ ելնում ենք նրանից, որ այդ մարդիկ ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները նոր տանջանքների չպետք է ենթարկվեն, կարող են մնալ փոխանակված, այսպես ասենք, տարածքներում եւ վայրերում, որտեվ հայերը Ադրբեջանում թողեցին 110,000 եւ ավել բնակարաններ, հսկայական հողատարածքներ իրենց բնակության վայրերում, ադրբեջանցիները եւս կորուստներ էին ունեցել եւ հեռացել էին իրենց նախկին բնակավայրերից, բայց մենք ելնում ենք նրանից, որ պետք է խնդիրը դիտարկել տարածքների եւ բնակության փոխանակման համատեքստում, արձանագրել դա. Եվ դա նաև ճկուն հնարավորություն էր տալիս լուծելու Արցախ-Ադրբեջան սահմանային հարցերը, որտեվ արդեն այստեղ խնդիրն այն էր, թե կոնկրետ ինչպիսի հողային քվոտա կարող է ունենալ Ադրբեջանի հայ բնակչությունը եւ այն ադրբեջանցի բնակչությունը, որը հեռացել է թե Արցախի տարածքից, թե Հայաստանի տարածքից, որում Հայաստանի տարածքից հեռացած ադրբեջանցիները փախստական համարվել չէին կարող, որտեղ դրանք հիմնականում հեռացել էին խաղաղ պայմաններում, իրենց գույքը փոխանակելով Բաքվի հայերի բնակարանների հետ եւ հաճախ էին դեպքերը ադրբեջանահայերի եւ խնդիրը նաեւ այն էր, որ ասենք մի ադրբեջանական ընտանիք կարող էր իր մի բնակարանը կամ տունը այստեղ միաժամանակ փոխանակել 5 հայ ընտանիքների հետ։ Եվ մարդիկ գալիս են այստեղ եւ փաստի առաջ են կանգնում, որ նույն բնակարանի համար 4-5 մրցակից ընտանիքներ կան։ Ինչևէ, սկզբունքը սա է, որ անհրաժեշտ է պահպանել արդար վերաբերմունք բոլոր բռնի տեղահանվածների փախստականների նկատմամբ եւ խնդիրը լուծել նրանց շահերը ապահովելու համատեքստում, այդ դեպքում Արցախի տարածքը ըստ էության դառնում էր ադրբեջանահայության կորուստների փոխհատուցման ռեսուրս եւ դրան տեր էր կանգնում իրավական առումով Արցախի պետությունը։ Իսկ ինչպես եք հասնելու նրան, որ Ադրբեջանը ընդունել է լուծումը, պարոն Մելիքյան։ Գիտեք ինչ, այստեղ խնդիրը այն է, որ մենք ելնում ենք համահավասարության սկզբունքից եւ ոչ թե տարածքի խնդիրն ենք առաջնային համարում, այլ մարդկանց ճակատագրերը, ինչը ընդունելի է նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից եւ առաջնային նաեւ եւ այդպիսի նախադեպեր կան Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ, օրինակ ժամանակին նման փոխանակումներ տեղի են ունեցել։ Այսինքն նախադեպերն էլ կան դրա։ Բայց ես կարծում եմ, որ կային այլ գերակա քաղաքական շահեր, թե ներսում, թե դրսում Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ, բայց հիմնականում սա վերաբերում է առավելապես երևի միջնորդ պետություններին, քանի որ Արցախի խնդիրը դարձավ գլոբալ քաղաքականության խաղաքարտերից մեկը։ Իսկ ձեզ ինչ պատասխանեցին Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, անիրատեսական էին համարում, թե այլ հանգամանքներով բացատրեցին մերժումից առաջարկի։ Բացատրություն ես չեմ ստացել։ Այսինքն մոտեցումը հայտնի էր, դրա հետ կապված նաեւ հրապարակումներ են եղել, արձագանքներ են եղել, բայց նախընտրեցին մադրիդյան սկզբունքները եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք։ Իսկ ի վերջո ձեզ համար գտել եք այն հարցի պատասխանը, թե ում մեղավորությամբ Արցախը իր հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց ու հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պնդում է, որ իրենք շատ ծանր ժառանգություն էին ստացել, ով էր լինել իրենց փոխարեն, պատկերը առանձնապես նույնն էր լինելու, ընդդիմությունից էլ հակադարձում են, որ եթե Փաշինյանը չգար իշխանության, մենք այս պատկերը չէինք ունենա։ Ձեզ համար որ տեսակետն է առավել համոզիչ։ Հիմա գիտեք, իմ համար կասկածից դուրս է, որ ընդհանուր առմամբ Արցախի հանձնումը հայկական քաղաքական վերնախավի տհասության հետևանք է։ Եվ
նախկինները եւ ներկաները այդ քաղաքական վերնախավի մաս են։ Բոլորը հավասարապես։ Հավասարապես չէ, որտեվ որոշում կայացնողներ կան կոնկրետ հանգամանքներում եւ այդ առումով այդ որոշում կայացնողների պատասխանատվությունն է կատարվածը։ Ես կարող եմ միայն ասել, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանը իր արժեվ նպատակներ էր դնում եւ հասնում էր այդ նպատակներին։ Եվ այդ նպատակը չէր վերաբերում օրինակ բանակցային գործընթացի բովանդակությանը, վերաբերում էր ձևաչափին։ Եվ նրանք հասան նրան, որ ձևաչափը փոխելու միջոցով Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես եկավ ի վերջո որպես ագրեսոր պետություն։ Այսինքն սկզբում որպես հակամարտող կողմեր հանդես էին գալիս եւ ճանաչված էին Բաքուն եւ Ստեփանակերտը, ապա 93 թվականի ավարտին տարեմուտին Հայաստանին պարտադրեցին, որ ինքն իրեն ճանաչի հակամարտության կողմ եւ այդպիսով միջազգայնացրեցին հակամարտությունը։ Հետագայում էլ Արցախը դուրս թողնվեց բանակցային սեղանից Հետագայում էլ հաջորդ փուլով այո Արցախը դուրս թողնվեց եւ ագրեսոր Հայաստանը ճակերտավոր մենակ մնաց խաղաղասեր Ադրբեջանի դեմ հանդիման միջազգային հանրությունն էլ ի վերջո ծափ տվեց Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին եւ պատերազմի միջոցով իր օգտին հարցը լուծելու այս տարբերակին։ Թեև դեռևս 94 թվականին մեր սիրելի ռուս գործընկերների միջնորդությամբ հաստատվել էր անժամկետ զինադադար եւ բոլորը միաբերան պնդում էին, որ խնդիրը ուժային լուծում չունի եւ չի կարող ունենալ։ Հիմա այդ ուժային լուծումը մերժող գերտերությունները եւ միջազգային հանրության կարգառումները աջակցում են Ադրբեջանին, իհարկե նաեւ ունենալով սեփական հերո գնացող շահերը։ Եվ Հայաստանի չդիմադրելը նաեւ։ Եթե Հայաստանը այս հարցը առաջ չի մղում, դժվար է ակնկալել, որ որևէ դերակատար դա մեր փոխարեն կանի։ Դե Հայաստանը պետք է այդ ունակությունը դրսևորի, այդ ունակությունից զուրկ է Հայաստանը եւ գոնե այդքանը գիտակցում է այդ գործող իշխանությունը։ Պարոն Մելիքյան, վերջին տարիներին մենք տարբեր գործիչներից հաճախ էինք լսում, որ Արցախի վերադարձի հնարավորություն կա, պարզապես հմուտ բանակցող է անհրաժեշտ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դա պայմանավորում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթից կարճելու հետ, բայց որքան մենք մոտենում ենք ընտրություններին, այնքան նմանատիպ հայտարարություններ ավելի ու ավելի քիչ ենք լսում, առհասարակ իշխանության ձգտող առանցքային ընդդիմադիր ուժերը կարծես թե առհասարակ այս մասին չեն խոսում։ Ըստ ձեզ այս իրողությունը ինչով է պայմանավորված, արդյոք Արցախի էջը նրանք էլ մեկընդմիշտ փակված են համարում, թե պարզապես փորձում են չխոսել հետագայում իրենց իշխանության գալու դեպքում չվնասելու եւ օրակարգը մղելու համար։ Ես կարծում եմ, որ նրանք վերադարձի ճանապարհը չեն տեսնում։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ մեր տարածաշրջանում, հատկապես Իրանի հետ կապված զարգացումներ են սպասվում, իսկ ազդեցիկ միջազգային դերակատարները ըստ ամենայնի աջակցում են Փաշինյանի իշխանությանը եւ խաղաղության այն օրակարգին, որը հռչակվել է Հայաստանի պաշտոնական քաղաքականություն։ Այդ թվում նաեւ ռուսներն են իրենց սահմանազատել Արցախի խնդրից եւ անգամ այն պայմաններում, որ Արցախի իշխող վերնախավը միանշանակ ռուսամետ արտաքին քաղաքական դիրքորոշում ուներ, այնքան այդ պարագայում ռուսները իրենց աջակից համակիր քաղաքական գործիչներին թույլ տվեցին, որ նրանք հայտնվեն Բաքվի բանտում, դատվեն եւ ստանան ցմահ կամ երկարաժամկետ բանտարկություն։ Իսկ ինչու կտալեք այս հարցի պատասխանը ձեզ համար։ Ես կարծում եմ, որ դեռևս 16-17 թվականներին Ռուսաստանը արմատապես փոխեց իր առաջնայնությունների համակարգը եւ այդ համակարգում Արցախը այլևս իրենց ռազմավարական շահերը սպասարկող օբյեկտ չէր տարածաշրջանում, բայց առևտրի առարկա էր եւ այդ առևտրի շնորհիվ է, որ ռուսները հանձնեցին ոչ միայն Արցախը, այլ նաեւ նախկին խորհրդային տարածքի մեր տարածաշրջանի հարավային սահմանագոտին Կասպից ծովից մինչև Նախճեվան, Թուրքիա, Մեղրի։ Իսկ ինչ ստացան սրա դիմաց։ Դրա դիմաց նրանք ստացան ամերիկացիների լոյալությունը Ուկրաինան ներխուժելու տեսանկյունից։
Նաև աջակցեցին ռուսները իրենք Թուրքիային եւ Իսրայելին Սիրիայի հարցում։ Եվ մեծ հաշվով կարելի ասել, որ նրանք այս ընթացքում աշխատել են ընդդեմ Իրանի։ Եվ Իրանը, որը Արցախի դեմ 20 թվականին սանձազերծած պատերազմի ժամանակ մեծ հաշվով խոսքով չեզոք էր, գործով երևի թե ավելի ադրբեջանամետ էր, այսօր ճաշակում է այդ իր դիրքորոշման պտուղները։ Վերջում շնորհավորեցի Շենք ադրբեջանական կողմին իր Հիշաչար կոչված տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում։ Հիշաչար չլինենք, Ադրբեջանի շատերը շնորհավորեցին։ Եվ անգամ այն երկրները, որոնք համարվում էին մեծ դաշնակից։ Եվ թղթով, եւ խոսքով։ Եվ քանի որ դուք խաղաղության օրակարգից խոսեցիք, պարոն Մելիքյան, գիտեք, իշխանությունը մեզ ամեն առիթով վստահեցնում է, որ խաղաղությունը արդեն հաստատվել է, բայց նաև սրան զուգահեռ հենց այս պնդումների ֆոնին Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման են դատապարտում։ Երեք Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին, ով երբևէ որևէ ռազմական պաշտոն չի զբաղեցրել, բայց նրան ռազմական հանցագործություններ էին մեղադրում, նման մեղադրանքներ են վերագրվում։ Ինչ եք կարծում, այս իրավիճակում կարող է իրական խաղաղություն հաստատվել, երբ մենք Բաքվում շարունակում ենք գերիներ ու պատանդներ ունենալ նման ծանր դատավճիռներով։ Գործող իշխանության պայմաններում այո։ Այսինքն մեծ հաշվով տեսեք, հասկանում եք, ամեն ինչ փոխկապակցված է, երբ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի անկախտելի մաս է, սա նշանակում է, որ Արցախի հայ բնակչության կողմից Ադրբեջանի կազմից դուրս լինելուն ուղղված բոլոր ջանքերը դիտարկվում են որպես հանցավոր գործողություններ ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև Հայաստանի կոնկրետ իշխանությունների կողմից։ Եվ այդ առումով սա կոնկրետ քաղաքականության, հայկական քաղաքականության նաև դրսևորումներից մեկն է։ Պետք է սթափ նայենք այդ ամենին, տկար իշխանությունը պետք է իրեն էլ փրկի, իր կողմից կառավարվող եւ վերահսկվող տարածքն էլ զերծ պահի արտաքին ազդեցություններից ուղիղ այս կարգի քայլերի միջոցով սա հետևանք է նրան, որ այլ ուղիներ չեն գտնվել։ Միգուցե չեն էլ նման նպատակ դրել, որտեղ չեն էլ պատկերացրել, որ այդ նպատակը իրականանալի է։ Սա ինչ ուղիներով դա քաղաքական մտածողության նեղմտության խնդիր է մի կողմից, մյուս կողմից արտաքին ահռելի ճնշման հետևանք։ Եվ այս դեպքում իհարկե նախընտրեցին լողալ ոչ թե հոսանքին հակառակ, այլ հոսանքին համահունչ եւ համաձայն։ Իսկ հոսանքը իրենցից այդ զիջումներն էր պահանջում, ընդ որում չկար այն երկիրը, որը որևէ ձևով աջակցեր մեր մոտեցումներին, մեր իղձերի իրականացմանը եւ անգամ Ռուսաստանը, որ մեր դաշնակիցները եւ որի ռազմավարական շահերը իբր Արցախը սպասարկում էր, անգամ Ռուսաստանը մի կողմ քաշվեց եւ ուղղակի Արցախի հանձնման գործընթացը ժամանակի մեջ ձգեց։ Դա էլ իր պատճառներ ունի, որտեվ ռուսները խաղապահներ ծրագրում էին պահել Արցախում 5 տարի ժամկետով, բայց Արցախը հանձնեցին այնտեղ Արցախ մոտ գործելուց 3 տարի անց մոտարապես։ Բայց մինչ այդ իրականացվեց ռուսական ներխուժումը Ուկրաինա եւ այլևս Արցախում ռուս խաղապահների գտնվելը իմաստ չուներ, որտեվ մեծ հաշվով Արցախը պատանդ էր այն բանի համար, որ եթե ռուսական ներխուժումը Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի կողմից, բայց առաջին հերթին Թուրքիայի կողմից լուրջ հակազդեցություն ստանա, ապա Արցախի հարցը հնարավոր կլինի ետ պտտել։ Նման բան իհարկե չեղավ եւ Ադրբեջանը շատ հմուտ աշխատեց այս իրավիճակում ու հարցը Ադրբեջանը եւ Ադրբեջանին խորհուրդ տվողները, որտեվ սա միայն Ադրբեջանի խնդիր չէր, ասացի, սա ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական մեծ շրջանակի օպերացիա էր, որը ընդգրկում էր եւ Արցախը, եւ Ուկրաինան, եւ Սիրիան, եւ իդեպ Գազայի հատվածը եւ Իսրայելա-Պաղեստինյան բախումը։
եւ դրա հետևանքներն ու արդյունքները։ Եվ նույն ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված այս դատավճիռները ինչ որ չափ ճանապարհով հնարավոր համարում եք այս մարդկանց հայրենադարձմանը հասնելը, քանի որ գիտենք Վենսի այցի շրջանակներում որոշակի ակնկալիքներ ձևավորվել էին, բայց օրեր առաջ Ալիևը բացառեց, որ նրանց, այսպես ասած, ներում կշնորհի եւ հարցը կփակի։ Այդ ակնկալիքները արհեստացին են եւ մեր հայրենակիցները Բաքվի բանտից դուրս կգան այն ժամանակ, երբ իշխանությունը այլևս Ալիևների ձեռքին չի լինի։ Հայաստանի իշխանությունը, թե Ադրբեջանի։ Ադրբեջանի իշխանությունը։ Ի վերջո մենք պետք է հիշենք Աբդուլլա Օջալանի օրինակը, որը ցմահ ազատազրկման դատապարտվեց, պահվում է առանձին մի կղզում, բայց այնտեղից ըստ երևույթի թուրքական իշխանությունների հորդորներով երբեմն հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով կամ ուղերձներով ուղղված Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկներին։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ ուղերձներով մեր հայրենակիցները հանդես գալու հնարավորություն կունենան, բայց ցավոք սրտի Օջալանի ճակատագիրը էտալոնային է թուրքական միջավայրի համար լինելու եւ Ադրբեջանը այդ օրինակը կյանքում կիրառելու այսօր իր հնարավորությունը ձեռքից բաց չթողեց։ Ոսկն Ալիևի իշխանության օրոք բացառում եք այս մարդկանց հայրենադարձումը։ Ես բացառում եմ, որ հիմնական դերակատարները ազատ կարձակվեն, չեմ բացառում, որ գուցե տարիքային ինչ-որ բանի հիման վրա տարիքն առած մարդկանց Պակոս Սահակյանին, Արկադի Ղուկասյանին 90 տարեկան լրացրած մարդկանց միգուցե ազատ արձակեն տարիներ հետո, բայց քանի Ալիևը իշխանության է, նման բան տեղի չի ունենա իմ կարծիքով։ Եվ քանի որ շատ է հիշատակվում են իրողությունը, որ ներկայումս Հայաստանի սահմաններին խաղաղություն է հաստատվել, վերջին 2 տարում Փառք Աստծո թշնամու կրակոցից մեր զինծառայողները չեն զոհվում, նաև հենց այս իրողությամբ է իշխանությունը հիմնավորում, որ խաղաղությունը անշրջելի է դարձել այլևս։ Ձեր համար այս հավաստիացումները որքանով են հավաստի եւ իրականությանը համապատասխանող, քանի որ ես հիշում եմ 44-օրյա պատերազմից առաջ էլ 2 տարի շարունակ մենք հարաբերականորեն անդոր էր տիրում սահմաններում, բայց տեսանք թե ամեն ինչի վերջո ինչպես Այդ հայտարարությունները շատ թեական են, այսինքն հասկանալի է, որ իշխանության համար սա կարևոր է եւ իշխանություն ցանկանում է սա որպես հավերժ ձեռքբերում ներկայացնել։ Իրականությունը մի փոքր այլ է։ Մենք չգիտենք ընտրություններից հետո անգամ այս իշխանության իր ձեռքին լծակները պահելու պարագայում այդ խաղաղությունը կպահպանվի թե չէ։ Առայժմ այդ խաղաղության երաշխավորը Միացյալ Նահանգների շահերն են, որոնք հայ-ադրբեջանական բախում նախքան Իրանի խնդրի լուծումը չեն ցանկանում տեսնել եւ թույլ չեն տա դա։ Բայց ես կարծում եմ, որ իրանյան թնջուկը առաջիկա մի քանի ամսվա ընթացքում կլուծվի, հավանաբար մինչև Հայաստանում ընտրությունները, թե ով կգա իշխանության ընտրությունների արդյունքում սա այլ հարց է, բայց Իրանյան թնջուկի լուծումից հետո իրավիճակը կրկին արմատապես կփոխվի եւ այդ դեպքում հայ-ադրբեջանական պատերազմի հնարավորությունը կրկին կաճի։ Բայց սա որպես նախընտրական իրավիճակ պետք է դիտարկենք եւ իշխանության գործողությունները այդ առումով տրամաբանական են։ Պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի եւ իր մերձավոր զինակիցների համար սա զուտ իշխանության խնդիր չէ, սա նաեւ կենաց մահու հարց է։ Այսինքն սա խիստ անձնավորված խնդիր է։ Եվ իշխանություն կորցնելը հավասարազոր է իրենց համար նաեւ կյանքի սպառնալիքի, որովհետեւ բնականաբար պատերազմական պարտությունը եւ հետագա բոլոր գործընթացները կապվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Իշխանափոխությունից հետո ցանկացած դեպքում նա եւ իր իշխանության առանցքային ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու ցանկացած իշխանության դեպքում։ Չէ, ցանկացած իշխանության դեպքում չէ։ Կարող է գալ մի իշխանություն, որը պատասխանատու չէ, այսինքն թարմ քաղաքական ուժ, որը նախկինի համար պատասխանատու չէ
եւ կարող է հավասարապես պատասխանատու ճանաչել նախորդ բոլոր մեր քաղաքական թիմերին, կորուստների համար։ Եվ փակել այդ էջը ասելով, որ սա մենք բոլորս էինք, մենք բոլորս չկարողացանք սրա դեմն առնել, պետք է վերջ տալ ներքին խժդժություններին եւ անցնել նոր օրակարգի, նոր պայմաններում, նոր կյանք կառուցելուն։ Սա որպես տարբերակ, որտեղ տարբերակները կարող են մի քանիսը լինել։ Բայց բոլոր դեպքերում այս փուլում առաջիկա 1 տարվա ընթացքում իշխանություն կորցնելը Փաշինյանի թիմի համար ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ անձնապես։ Հետևաբար նրանք իշխանության համար կպայքարեն իրենց ձեռքի տակ եղած ողջ զինանոցը օգտագործելով։ Իսկ ինչ եք կարծում այս իրավիճակում, նաև հաշվի առնելով ձեր հիշատակած հանգամանքները եւ այն աշխարհաքաղաքական աջակցությունը, որը Նիկոլ Փաշինյանը ունի։ Մենք լսեցինք Վենսի հայտարարությունը, ավելի վաղ Հական Ֆիդանի հայտարարությունը, այս ամեն ինչի ֆոնին Հայաստանում անդիմությանը կհաջողվի ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել, թե Փաշինյանի վերարտադրությունը անխուսափելի եք համարում։ Ես ճիշտն ասած ընտրություններով Հայաստանում իշխանափոխության հնարավորություն չեմ տեսնում։ Եվ նման բան երբեք չի եղել։ Չի եղել, այո։ Բայց կան նաև դեր նշած մի հանգամանքը, որ Փաշինյանի թիմը ունի հսկայական արտաքին աջակցություն։ Սա մի կողմից, որը չեն էլ թաքցնում։ Չեն էլ թաքցնելու։ Այդ աջակցությունը ի ցույց է դրվելու, որպեսզի Հայաստանի ընտրողը քաղաքացին մտածի, որ այլ տարբերակ չկա, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք համարվում են առանցքային, չունեն այն քաղաքական պլատֆորմը, որի միջոցով հնարավոր կլինի գրավել քաղաքացիների համակրանքը դեպի իրենց միակ բանը Փաշինյանի հեռացումն է։ Բայց իրենց նկատմամբ էլ համակրանքը չնչին է ընդհանուր առմամբ։ Եվ մեզ կրկին բերում են մի վիճակի, երբ պետք է ընտրել անգամ ոչ թե վատի ու վատթարագույնի, այլ վատթարագույնի ու վատթարագույնի միջև։ Բոլոր նրանք, ովքեր չեն ուզում տեսնել Փաշինյանի թիմին իշխանության լծակների մոտ, չեն ուզում տեսնել հայտնի այսպես ձևակերպենք նախկին գործիչներին իշխանության մեջ կրկին, կարող են որդեգրել մի մոտեցում, ըստ որի ներկաները պետք է հեռանան, նախկինները չպետք է վերադառնան։ Եվ այդ միջակայքում փնտրեն իրենց նախընտրած քաղաքական թիմը։ Կան այդպիսի ուժեր, տեսնում եք։ Դրանք ձևավորման փուլում են, արդյոք բավարարչափով կհասնանան, թե չէ մինչ ընտրությունների օրը, ես այս բանին պատրաստ չեմ պատասխանել, չգիտեմ։ Անպայման դրանք անդրադառնամ առաջիկայում։ Եվ պարոն Մելիքյան, ուզում եմ նաև տարածաշրջանային զարգացումների մասին խոսենք, մասնավորապես Թրամփի ուղի կոչվող ծրագրի շուրջ են վերջին շրջանում ակտիվ քննարկումներ ծավալվում, իշխանությունները մեզ վստահեցնում են, որ սա 99 տարով երաշխավորելու է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, ընդդիմությունից էլ հակադարձում են, որ սա նույն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որը Թուրքիան եւ Ադրբեջանն էին պահանջում։ Ձեր գնահատմամբ, ի վերջո Թրամփի ուղու գործարկումը որքանով է բխում Հայաստանի Հանրապետության շահերից եւ արդյոք նա չի հակասում մեր ինքնիշխանությանը, չի խախտում այն, քանի որ բաժնեմասերի հարաբերակցությունը 74-26 որոշակի մտահոգությունների տեղիք է առաջացնում։ Մենք կարող ենք շատ խոսել տարբեր թվերից, բայց իրականում մենք չգիտենք նախ այդ միջանցքը իրապես գործարկվելու է եւ երբ է գործարկվելու, ինչ պայմաններում է գործելու, գուցե նաեւ չգործարկվի։ Կրկին, եթե մենք գանք Իրանի թեմային, որ առաջիկայում կարող է լուծվել այդ հարցը, այստեղ սցենարներ կան, որոնց իրագործման դեպքում այդ միջանցքի գործարկումը կդառնա քիչ կարևոր։ Եթե ասենք Իրանին հարվածներ հասցվեն եւ սկսվի այնտեղ ներքին խժդժությունների շարք, որի արդյունքում ազգային փոքրամասնությունները փորձեն ստեղծել սեփական պետականությունը, դա նշանակում է, որ Իրանի հյուսիսում մենք ունենանք թուրքաբնակ մի նոր պետություն Հայաստանի սահմանակից, որը շատ լավ կարող է կապել Ադրբեջանը Նախճեվանին, Թուրքիան էլ կենտրոնական Ասիային։
Եթե խոսենք այն մասին, որ Ադրբեջանը ամեն դեպքում կձգտի Սյունիքը իրենով անել։ Այսինքն այս իրավիճակը մենք պետք է աչքի առաջ ունենանք եւ այսօր 99 տարի հետոյի մասին խոսելը ներկա վայրի վերումների փուլում միգուցե գովազդային տարբերակ է, միգուցե վստահություն ներշնչելու միջոց է իրավիճակին վատ ծանոթ մարդկանց։ Բայց անշնորհակալ գործ է իրականում։ Բայց մեծ հաշվով մեծ զանգվածներին հենց այդպես էլ կառավարում են, մանիպուլացնում են, հույսեր են ներշնչում, հետո երբ որ հույսերը չեն արդարանում, ասում են սա է մեղավոր կամ նա, կամ էլ Աստծո կամքներ, որ չստացվեց մեր նախատեսածը, պատականություններ, տեխնոգեն աղետ էր կամ բնական աղետ էր, պատճառաբանությունները միշտ կգտնվեն։ Ոստի ես նախընտրում եմ սթափ վերաբերվել, տեսնել ինչ է կատարվում, իսկ հասկանալով ընդհանուր առմամբ գլոբալ գործընթացների էությունը, ես լավատես չեմ մեկ դար, այսպես մեռած վիճակ պահելու տեսանկյունից։ Մեռած այսինքն կայուն եւ չզարգացող, չփոփոխվող։ Նման բան չի լինի։ Այլ խնդիր է, որ այս հենց վայրի վերումների փուլում միգուցե հաջողվի Հայաստանը ինչ որ ձևով զերծ պահել առավել մեծ վտանգներից, տարածքային կորուստներից, բայց դա էլ կախված է կառավարիչների հմտությունից, մեր ժողովրդի համբերատարությունից։ Այս իշխանությունը ունի այդ հմտությունը դες։ Առայժմ այս իշխանությունը կարողացել է լողալ հոսանքին ոչ հակառակ, հոսանքին համաունչ, ճիշտ է, այդ լողը բազմաթիվ կորուստների պատճառ է դարձել։ Կլողա նաև ապագայում, բայց արդյոք կկարողանա կորուստներից զերծ մնալ, սա հարց է։ Շնորհակալ եմ պարոն Մելիքյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ։ Կհանդիպենք։